Մաթեմատիկայից քննություն հանձնող դիմորդների թիվը բավական մեծ է եղել միասնական քննությունների առաջին ձմեռային փուլի ժամանակ, հիմա երկրորդ փուլում նույնպես։ Ըստ էության ստացվում է, որ առաջին փուլում քննություն հանձնողները հիմա վերահանձնում են, սա էլ կարող է երկու պատճառ ունենալ։ Առաջին փուլում հանձնել են, ստացած միավորները անբավարար են կամ անցողիկ շեմը հաղթահարել են, բայց ձգտում են ավելի բարձր միավորներ վաստակել։ Երկրորդ տարբերակն առավել հաճախ է հանդիպում։ Դիմորդները կորցնելու ոչինչ չունեն, վերահանձնում են ավելի բարձր գնահատականների հույսով, եթե անգամ չստացվի, միևնույնն է, կպահպանվի առավել բարձր միավորը։ Բարին տվել են ֆիզիկա ու մաթեմատիկա, մեր նորից երկրորդ անգամ դիփորձեն ֆիզիկա ու մաթեմատիկա, պոլիտեխնիկ տինտունգում։ Ֆինանսներ բաժնի համար հանձնել եմ հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից քննություն, հայոց լեզուն մասնակցել եմ առաջին փուլին, ստացել եմ բարձր գնահատական ու երկրորդ փուլին արդեն էլ չեմ մասնակցել, բայց մաթեմատիկան անցողիկ շեմա անցել եմ, բայց փորձենք բարձրացնել այս անգամ։ Սա իմ երկրորդ փուլս է, առաջին փուլում հավաքել եմ 17.5, երկրորդ փուլում գոնե 18-25 սպասում եմ էլի։ Երկրորդ փուլում նաև լարվածությունն է ավելի քիչ, արդեն ծանոթ են քննության անցկացման կարգին, թեստերի կառուցվածքին, երկու փուլով քննություններին մասնակցելը լավ հնարավորություն է այն դիմորդների համար, որոնք դժվարությամբ են հաղթահարում քննական սթրեսը։ Դիմորդների մի ստվար հատված գալիս են եւ կարծեք թե ժողովրդի բարերոզով իրենց կորցնում են քննասենյակում, քննական կենտրոնում եւ իրենց գիտելիք չի, որ կարողանում են թղթին հանձնել։ Դա իրենց համար մի առաջին փորձն է, տեսնում են, մտնում են քննասենյակ, քննական կենտրոն, քննություն կազմակերպողներին, դա այդ ամբողջ գործընթացին ծանոթանում են եւ կարծեք թե ինչ որտեղ նրանք պատրաստ արդեն կարող են մասնակցել երկրորդ քննությանը։ Դիմորդների լարվածության պատճառներից մեկն էլ մրցույթն է, որն առկա է շատ բաժիններում։ Այս տարի բուհերին հատկացված տեղերը կրճատվել են, իսկ դիմորդների թիվն ավելացել է։ Միևնույն ժամանակ չեն պակասել թափուր տեղերը։ Ունենք մասնագիտություններ, որոնք մեկական դիմորդներ են, դեռ հայտնի չէ այդ մեկական դիմորդները կանտոնվեն թե չկանտոնվի եւ բացի դրանից նաեւ քիչ։ Բայց ասեմ ձեզ, որ անցյալ տարվա համեմատ դու գիտեք, որ կառավարության որոշմամբ տեղերի թիվը կչացել է։ Եթե նախորդ տարում մոտավորապես 16000 էր, հիմա 13181, եթե չեմ սխալվում, այսինքն մոտ 3000 կրճատվել են եւ կարծում եմ այս տարի մի քիչ ինչ որ տեղեր մրցույթը ավելի բարձր։ Անցած տարվա համեմատ դիմորդների թիվն ավելացել է, բայց սա էլ չի տալիս ընդհանուր պատկերը, թե Հայաստանում քանի շրջանավարտ է դիմել բարձրագույն կրթություն ստանալու։ Այս վիճակագրությունից դուրս են մնում Հայաստանի ամերիկյան, ֆրանսիական համալսարանների, ինչպես նաև հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռուսական բաժնի դիմորդները։ Նրանց մասին գնահատման ու թեստավորման կենտրոնը տեղեկություններ չունի, ինչպես նաև չունի թվեր, թե քանի շրջանավարտ է դիմում արտերկրի բուհեր, նաև միջազգային բակալավրիատի ծրագրով արտասահմանյան բուհեր դիմող շրջանավարտներ կան։ Միջազգային բակալավրիատով գնացողները դժվար մեր բուհերը դիմեն, որտեղ իրենց կոպիտ ասեմ փախցնում են դրսի բուհերը մեր այդ տաղանդավոր երեխաներին, երեխաներն բնականաբար ցանկացողները առավել եւս ցանկանում են ուսում շարունակել դրսում, ինչ որտեղ օգուտ է, ասինքն բաց չի, որ դրսում սովորած ուսանող հետ է գալիս Հայաստան եւ իր գիտելիքները միայն մեր բուհերի տված գիտելիքներ չեն, նաեւ դրսի գիտելիքները պարզապես լավ ողջունելի է, բայց պետք է նաեւ քննարկել այն հարցը, որ ճնշող մեծամասնությունը հետ վերադառնա Հայաստան։ Իսկ հայաստանյան բուհեր նախընտրողները, որոնք հարգելի պատճառներով չեն մասնակցել միասնական քննությունների առաջին երկու փուլերին, հուլիսին կկարողանան մասնակցել նաև երրորդ փուլին, ինչպես նաև քննությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո, եթե դրանց հետ համաձայն չեն, բողոքարկման հնարավորություն կունենան, իսկ բողոքարկման դիմում ներկայացնել կարող են ինչպես քննական կենտրոններում, այնպես էլ on-line դիմորդ AM հարթակում։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն